Հյունիկ զարգացման կենտրոնում գույների հրավառություն է։ Ցուցասրահն այս անգամ ընդունել է գեղանկարչուհի Էլինե Պողոսյանի «Գույնն անգույնում» խորագիրը կրող ցուցահանդեսը։ Միշտ եմ սիրել նկարել, դեռ դպրոցական տարիներին հիշում եմ անգամ ինձ վրա խոսում էին սեղաններին նկարելու պատճառով, նկարում էի իմ դասընկերներին, համաշխարհային ինչ-որ հոլիվուդյան աստղերի էի ընտրում եւ նկարում, որովհետեւ այդ սերը իմ մեջ միշտ էր եղել, բայց ակադեմիական կրթությունը ստացել եմ լրիվ այլ մասնագիտության մեջ, ԵՊՀ-ի ժուրնալիստիկայի ֆակուլտետն եմ ավարտել, հետո նաև մագիստրատուրան հանրային կապեր գծով։ Նկարելը անընդհատ է եղել։ Ես որտեղ էլ սովորել եմ, ինչ էլ արել եմ, նկարել եմ, բայց արդեն 2019 թվականին հաճախելով պրոֆեսիոնալ նկարչության ստուդիա, ել ավելի հմտացել եմ նկարչության մեջ եւ հասկացել եմ, որ սա միանշանակ իմն է ու պետք է շարունակել։ Նկարչության ժանրերից շատ սիրում եմ նատյուրմորտը, շատ սիրում եմ առհասարակ գույները, իսկ ոճերից ինձ համար միշտ առանձնացնում եմ եւ էքսպրեսիոնիզմը եւ ռեալիզմը, որովհետեւ դրանք երկուսն էլ անգամ որ նայում եմ իմ նկարներին, մտածում եմ, որ այդ երկուսի խառնուրդը կարծես լինի, մի քիչ ռեալիզմ, մի քիչ էքսպրեսիոնիզմ, բայց ընդհանուր առմամբ այս երկուսը առանձնանում են ինձ համար։ Վառ գույները Էլինեի համար այցեքարտի նման են, դրանք ամենուրեք են։ Սկզբում գույները սիրելու համար, բայց երբ հասկանում ես, որ քեզ հենց տեսնում են գույների մեջ ու օրինակ զարմանում են, երբ քո մի կտավ գունավոր չի լինում, այդտեղ դու հասկանում ես, որ դա նաև քո այցեքարտերից մեկն է։ Այսինքն այն չամիչ ասվածը, որ մարդիկ նայում են քո նկարներին նաև գույների համար, որովհետև իրենք գիտեն, որ դու արդեն այն շատ գունավոր նկարող մարդն ես։ Ասում է, թեև մասնագիտացել է այլ ոլորտում, նկարչությունը նրա կյանքում եղել է միշտ։ Ես մտածում եմ, որ ինձ համար նկարչությունը վաղուց արդեն հոբի չէ, որովհետև այսպես եթե լսեն կմտածեն, դե արվեստ է, հոբի է, բայց այն ինձ համար շատ կոնկրետ գործ է նաև, գործնական տեսանկյունից դու չես կարող նկարել մի մեծ կտավ, այդ կտավին հանձնել քո միտքը, ստեղծագործել ու դա վաճառել, մատչելի ու սպասել, որ հիմա կառնեն։ Չէ, այդպես չի լինում։ Դրա համար որպես այդպես փոքրիկ բիզնես մտածեցի, որ էլի պիտի լինի այն ինչ ես սիրում եմ եւ արդեն հագուստները, ինչը մարդիկ շատ սիրում են գնել, ունենալ ու նաև ես կարծում եմ, որ նկարված հագուստը այլընտրանք է յուրաքանչյուր մարդուց կեստապահարանում։ Ցուցահանդեսում տեղ են գտել ինչպես կտավները, այնպես էլ հագուստները, որոնց մի մասը մոդելավորել է անձամբ գեղանկարչուհին, մի մասը համագործակցության արդյունք են։ Կա երկու տարբերակ, մեկը համագործակցում եմ արտադրամասի հետ, ովքեր ինձ տրամադրում են հենց շապիկը պատրաստի կամ բլուզը պատրաստի տարբերակով եւ երկրորդն էլ կա, որ ես ինքս եմ մոդելավորում եւ արդեն դերձակը կարում է այն, ինչը ես նախապես պատկերացրել եմ եւ դիզայնը գծել եմ։ Ինչպես յուրաքանչյուր արվեստագետ, Էլինեն եւս ունի իր նախընտրելի գործերը, որոնցից դժվարությամբ է բաժանվում։ Գաղտնիք բացահայտեմ, դիտմամբ նման աշխատանքների արժեքները շատ բարձր եմ դնում, որ հասանելիությունը կոտրեմ, այսինքն իրեն դարձնեմ ավելի այսպես սահմանափակ, որպեսզի մարդիկ մտածեն, դե լավ, ավելի լավ կլինի, որ նա գնեմ կամ նրան ուշադրություն դարձնեմ, դա հնարք է, կարծում եմ շատերն են կիրառում, բայց այո, կա երկու աշխատանք այդպիսի, որ չեմ ուզում վաճառել, մեկը կանաչ աղջիկ կտավն է, որը շատ հաճախ նմանեցնում են ինձ, բայց ես չեմ եւ ինքնատիմանեկար չէ, եւ երկրորդը այս վերջերս թարմ նկար է ինքը, կիտրոնի նկարն է մեծ, որի ուղղակի որոշել էի, որ ես պիտի մեկ կիտրոն նկարեմ։ Կիտրոնի նկարի վերաբերյալ դեռ չկա այդպիսի միտք մարդկանց կողմից, որ գնեն, որովհետեւ շատ թարմ է, շատ նոր է, այստեղ եմ ցուցադրում իրեն, բայց կանաչ աղջիկա վերաբերյալ շատ են հետաքրքրվել, իսկ ինքը մենակ չէ, ընդհանուր շարք է, այսինքն 7 գույնի մազեր ունեցող աղջիկների շարք է, կանաչ, կարմիր, կապույտ, բնօրինակը, ամենասկզբի կանաչը արդեն գնել են եւ այս մյուս կանաչ աղջիկը, որ տեսնում ենք, ես ամեն դեպքում հասկացա, որ իհարկե գնորդի հետ խոսելով, համաձայնության գալով, որ ես դրանից ամեն դեպքում պիտի ունենամ, թող մնա ձեզ մոտ, բայց այս
մյուս տարբերակը, հա, կուզեմ չգնեն, կուզեմ, որ ինձ մնա ամեն դեպքում։ Վերջերս մենք շատ ենք հանդիպում անգույն իրավիճակների, հատկապես գիտենք աշխարհը խառն է, մեկ բարակապակցությամբ կամ արտահայտությամբ ասված, ու այդ խառը անգույն իրավիճակում, երբ տխրում ենք, ասում ենք դե լավ, էս ինչ է կատարվում եւ դա անկախ մեզնից ազդում է նաեւ մեր կյանքի վրա, ինքներս մեզ համար մենք կարող ենք գույներ ստեղծել, որի հենց վառ պատկերը համ ուղիղ համ փոխաբերական իմաստներով կտավներն են ինձ համար համենայն դեպս իմ կողմից վառ գույներով ստեղծված, որ այսպես փորձում եմ ինքս իմ կյանքը գունավորել եւ վստահ եմ, որ յուրաքանչյուրիս մոտ էլ դա կարող է ստացվել, եթե մենք նստենք եւ մտածենք, որ մի րոպե դու մի կյանք ես ապրում, արի մի փոքր կտրվիր այդ անգույն իրավիճակներից։ Ամենաշատը կուզեմ հիշեն հենց գույները եւ մի շատ կարեւոր հաղորդագրություն, որը ես պատրաստ եմ միշտ հնչեցնել, չհեռանալ Հայաստանից եւ որքան էլ Հայաստանում նման արվեստը, կերպարվեստը մի փոքր բարդ զարգանա կամ իր սպառումը քիչ գտնի, միևնույն է պայքարել, փորձել այնպես անել, որ հասնել ավելի լայն մասշտաբների եւ ավելի մեծ զանգվածներ ընդգրկել, բայց ամեն դեպքում պայքարելով մնալ քո երկրում եւ ներկայացնել քո երկիրը որպես թեկուզ երիտասարդ ստեղծագործող։